Քանի որ իմ գրքից արդեն շատերը ունեն, դրա համար ես իմ նախագծումից առաջ ցույց կտամ գրքի մեջ որ բաժնից եմ նախագծում, որպեսզի դուք կարողանաք նույնպես այդպես աշխատել վերլուծել։ Ես նախագծելու եմ Photoshop մեթոդով, այստեղ ես թարգմանել եմ մշակել եմ այն զգեստի բազային հիմքը, բայց նախագծելու եմ աշնանային վերարկու։ Ուզում եմ այդ տեսանյութով ձեզ ցույց տալ, ինչպես եմ ես ընտրում հավելումները, այսինքն ավելացումները ըստ հագուստի տեսակի։ Ես արդեն նկարել եմ որոշակի բացատրություն կապված չափերի հետ, ընտրությունների հետ, ընդհանրապես ոնց աշխատենք, առաջին մաս կա այս տեսանյութից, այ երկրորդ մասն է, այստեղ ես ընտրում եմ վերարկուն, կիսաընդգրկողը։ Կիսաընդգրկողը մենք պետք է ստանանք ոչ նեղ, ոչ լայն հագուստ, այն համապատասխանելու է չձգվող կտորների համար։ Իմ կտորը սև է, դրա համար շատ եմ լուսավորել, որպեսզի երևա։ Ֆլաշի կտոր է իրականում, այս կողմը, ինչպես տեսնում եք, ֆլիսի շերտ կա, փափուկ կտոր է, շատ հաստ չի, եթե մեր հաստությունը կտորի չի անցնում 3 մմ, իրականում այստեղ կարող ենք ասել 3 մմ կա, բայց այս մազմզուկների հաշվին այդ 3 մմ-ը։ Ամեն դեպքում, եթե 3 մմ-ից հաստ է լինում կտորը, այդ դեպքում ավելացումները լավ կլինի շատ տաք, որովհետև այդ հաստությունը կվերցնի այդ իր վրա եւ ձեր վրա կնստի որպես կիսաընդգրկող։ Իմ մոտ լինելու է սովորական աստար, դա նույնպես հաշվի ենք առնում, եթե աստարացուն հաստ է սինտիպոնով է, դա նույնպես հաստություն է տալիս եւ պետք է ընտրենք օրինակ կիսաընդգրկողի համար արդեն կարող ենք ընտրել մինչև 9, 8 սանտիմետր, օրինակ 9 կարող եք ընտրել հաստերի դեպքում, երբ որ վերարկու ենք կարում, երբ որ կտորն է հաստ կամ կա ավելացումներ։ Ի նկատի ունեմ շերտերի ավելացումներ, դա սինտիպոնի հաստությունը։ Հիմա իմ մոտ դուք կտորը տեսակ, աստարը լինելու է սովորական բարակ աստար, դրա համար ես ընտրում եմ 6, որոշակի տեղեր հնարավոր է կկլորացնեմ եւ կլինի 6.3 օրինակի համար, որովհետեւ հիմա ես ցույց կտամ, թե որտեղ եմ թիվը կլորացնելու։ Նախքան նախագծել ասեմ, որ սրանք իմ չափերն են, ես առանձնացրել եմ արդեն կան չափեր, որ ես չափել եմ իմ վրայից, որը որ ես ինքնուրույն կարողացել եմ չափել, կան չափեր, որ ես օգտվել եմ տիպային չափերից, որտեղ ես չեմ կարող իմ մեջքի լայնությունը չափեմ կամ թեք բարձրությունը ուսի չափեմ, դրա համար ես օգտվել եմ արդեն պատրաստի չափերից։ Ըստ իմ ռազմերի։ Մեր բազային հիմքի ցանցը, դա մեր ընդհանուր այդ լայնությունն է, այն բաղկացած է մեջքից, թևատակից եւ արջևի այս լայնություններից, մեջքը եւ արջևը կիսամասեր են, թևատակը ամբողջությամբ է, որտեղ կողք է ընկնում։ Հիմա որպեսզի մենք գտնենք, թե որքան ավելացումները հավասարաչափ կամ որ մասին որքան տանք, ես առաջարկում եմ նախորոք անել այդ տեղաբաշխումները, ավելացումների բաժանումը։ Օրինակ, մեր կիսամասի համար ես ավելացումը ընտրեցի, վերարկուի համար ընտրեցի 6 սանտիմետրը, 6 սանտիմետր դա կիսամասերի համար է, իմացեք, որ կեսն է։ Ընդհանուր շրջագծին, եթե դուք ուզում եք պատկերացնել, թե որքան կստացվի, դուք կարող եք ձեր կրծքի շրջակից այդպես դնել եւ ավելացնել կրկնակին, տեսնեք ինչքան է լայնանում, բայց հաշվի առեք, որ հագուստի ժամանակ մի փոքր նստում է մի քիչ ուրիշ ձև է լինում, քան սանտիմետրի ժապավենով դուք կտեսնեք։ Ուրեմն, մեջքի հատվածին ըստ մեթոդների առաջարկում է 0.3-ը, անգամ այս 6-ը, թևատակին ընդհանրապես առաջարկում է կիսել, սրա կեսը տալ թևատակին, մենք արդեն կարող ենք միանգամից գրել այդ չափը, եւ առաջամասին առաջարկվում է 0.2 անգամ էլի նորից մեր 6-ը, 0.3 անգամ 6 հավասար է 1.8, 1.2։ Հիմա եկեք մտածենք, սա առաջարկվում է զգեստի դեպքում, կամ կարող եմ ասել այն հագուստների դեպքում է դա առաջարկվում, երբ որ մեր այս մեջտեղի գիծը կամ կոճկման տեղամասն իր վրա եկող, այսինքն չունի ֆունկցիա, որ իր ներքևից կարող է ինչ-որ մի բան լինի։ Ասենք օրինակ, կարող ենք շարֆեր օգտագործել, ինչ-որ հաստություններ արդեն կավելանան մեր այդ արջևի մեջտեղի հատվածում, լավ կլինի, որ այդ հատվածը ավելի շատ տանք։ Այսինքն, վիճակների եւ վերարկուների դեպքում մենք կարող ենք այս արժեքների տեղափոխություն անել։ Օրինակ, մտածենք եւ մեջքամասին տանք ոչ թե 0.3-ը անգամ 6 այդ չափը, այլ 0.2-ը եւ այստեղ կստանանք 1.2 արդեն։ Իսկ այս հատվածում 0.3-ը եւ այստեղ կստանանք, այսինքն տեղերը կփոխենք։ Հիմա ինչ ենք նախագծում, դա ենք քննարկում։ Վերարկու, պիջակ կարող է լինել, դա։ Ուրեմն այստեղ մենք կարող ենք մտածել, իսկ հնարավոր է ես այս պիջակին, քանի որ այն կիսաընդգրկող է, բայց կարող է մի քիչ լինի ավելի ազատ մեջքի հատվածում կամ կա այդպիսի պահանջ ըստ մեր կազմվածքի, օրինակ թիակները կարող են մի փոքր լայն լինել, կամ մարդը չի սիրում, որ թիակները սահմանափակում է ազատությունը շարժումների ժամանակ։ Դրա համար սա կարող են կլորացնել եւ դարձնել 1.5։ Իսկ սրա փոխարեն մենք կտանք արդեն 1.5։ Քննարկումների արդյունքում միայն կարող եք փոքր չի լինի, եթե տակ 1.2, ուղղակի ես նախագծում եմ վերնահագուստ, դրա համար իմ համար սա նորմալ է։ Այստեղ խորհուրդ չեմ տա ավելացնեք, դարձնեք օրինակի համար 2, որովհետև իմացեք, հիմա ինչքան ես ավելացնում եմ, որ 1 մմ, 2 մմ ձեզ կթվա թե ինչ է որ,
բայց ամեն մի տեղ այդպես ավելացնելով արդեն մենք կստանանք շատ, ավելի շատ էլի։ Դրա համար եթե դուք կուզենաք այն հասցնել մինչև 7 սանտիմետրի, ապա կարող եք նաև սա կլորացնել եւ դարձնել 2 սանտիմետր։ Նույնպես կլինի նորմալ, որպես վերարկու։ Անպայման նայեք, թե ինչ կտորից եք դուք կարող։ Բուկլեան նման օրինակ խնդրեմ, այո, կարող ենք սա դարձնել օրինակ 2։ Ամեն դեպքում հիշեք, որ մեր ավելացումի ուղիղ կեսը մենք տալիս ենք թևատակի այսքան, այսինքն լայնացնում ենք թևատակը։ Ցույց տամ այն գործիքները, որոնցով ես աշխատում եմ։ Այս ուղիղ անկյուն կառուցելու հարմարանքը իրականում շինարարության համար է եւ այն ուղղակի իմ ձեռքի օգտագործման համար է հարմար է, բայց եթե դուք ունեք եղանկյունի կանոն, որը նախատեսված է մեր մասնագիտության համար, ապա ավելի լավ։ Սիրելի կանոններից է այսպիսի կանոնը երկաթյա, որ հաստատ ամենալավն է իմ համար եւ այս նաբորներից ճիշտը որ ասեմ, ես ունեմ ընդհանրապես այս երկուսը, եթե չեմ սխալվում, կամ մի երկու տարբերակ էլ կա, կաթիլանման թևի փորվածքը եւ այլն, բայց ես օգտագործում այս երկուսը, ուղղակի շատ է հանդիպում այս սրա ամբողջ հավաքածուն, հարմար է, եթե հարց առաջանում է արդյոք հարմար է օգտագործել այն թե ոչ, հարմար է։ Ուրեմն, սրանք իմ գործիքներն են, որ հիմա ես օգտագործում եմ նախագծման համար, կոնկրետ այս մեթոդը, չէ, այս մեթոդը մենք ամբողջ կորերը կառուցելու ենք, դրան ասում են ֆրանսիական լեկալը, այս կոր կանոնով։ Եվս մի կարևոր բան ասեմ, միլիմետրովկա թղթի վրա եմ հիմա նախագծում, ոչ թե նրա համար, որ սա պարտադիր է որ լինի, ուղղակի ինձ հարմար է աշխատել միլիմետրովկա թղթի հետ, որովհետև նախ մատչելի է գնել միանգամից ահա այսպես ռուլոնով, դե եթե ես պետք է մի բան գնեմ, որ լինի ռուլոնով եւ երկար լինի, որ ես կարողանամ հանեմ, օրինակ, ինչ կարող է դրա փոխարեն գնել, կայկա միայն, բայց վաճառվում է եւ սա եւ երկուսը համարյա նույն գնային համակարգի մեջ է, իսկ ինչու չգնել օրինակի համար միլիմետրովկա թուղթ, երբ որ այստեղ բավականին հեշտացնում է այդ ուղիղ գծերի գծելու պահը։ Միլիմետրովկա թուղթը հարմար է սովորելու ընթացքում։ Ուղղակի դա ձեզ չի շեղի ուղիղ անկյուններ կառուցելու վրա, այսինքն հավելյալ ինչ որ աշխատանքի վրա չեք շեղվի, այլ կկենտրոնանաք ձեր հիմնականի վրա։ Դրա համար ենք զուտ աշխատում միլիմետրովկայի վրա։ Իսկ ես արդեն որտեղ ես դաս եմ նկարում, ես ցույց եմ տալիս, ես արդեն ուղղակի սովորել եմ աշխատել եւ իմ դուրը գալիս է կոկիկությունը աշխատանքի, որ ես հետո կարողանում եմ իմ ամբողջ գծագրերը, ահա այսպես, պահել միլիմետրովկա թղթի վրա եւ միլիոն անգամ չգծագրել։ Օրինակ այստեղ կորսետի գծագիրը, սա գրացիան է։ Եթե ինձ պետք է լինում օրինակ 48 ռազմերի կորսետ գրացիան հանել, ես չեմ նախագծում էլ։ Ես այստեղից հանում, որտեղ չաշկանները համարյա թե բոլորի մոտ նույնն է, +-5 տարբերություն կա եւ դա թույլ է տալիս այսպես տատանվել, իսկ այս ներքևի մասերը ես կարեք ձեռով կարողանացին ճշգրտումներ եմ անցկացնում եւ հանում եմ լեկալը միանգամից այստեղից։ Հաշվի ենք առնում արդեն անհատի չափերը եւ աշխատում ենք։ Ուրեմն հիմա ես գծեմ այս անկյունում երևում է ուղիղ անկյուն։ Մի հատ տեսնեմ լայնությունը սերքի անում, որպեսզի ես կարողանամ տեղավորել այն, որտեղ նեղ է իմ թուղթը, այստեղ պետք է լինի, հիմա կմոտեցնեմ, ուղղակի գծեմ, գծում եմ ուղիղ անկյուն, ես գծում եմ ֆլոմայստերով, որպեսզի դուք տեսնեք, բայց գծագրման ընթացքում լավ կլինի, որ դուք գծեք աշխատեք մատիտով, որովհետև մատիտը հնարավորություն է տալիս գծերը ջնջել ու նորից գեղեցիկ կառուցել, ավելի կոկիկ աշխատանք կստանաք։ Այստեղից ինչ կարող եմ ասել, նայեք, սա իմ թղթի վերջն է, հիմա այստեղ վերջն է իմ թղթի, ես իհարկե կարող եմ խնայել թուղթը եւ ահա այսպես նախագծել, բայց եթե ես ուզում եմ, որ այստեղ լինի օձիկ, հնարավոր է լինի նաեւ կապիշոն, եթե կա կապիշոն, ապա վերևից մենք կարող ենք իջնել մոտավորապես, լավ կլինի իհարկե շատ թողնեք, օրինակ մի 40 սանտիմետր վերևից նոր կառուցեք ձեր գծագիրը, հաշվի առնելով ավդուր կապիշոն անեք այստեղ, որ առանձին չկպցնեք, առանձին գծագիր չանեք, լինի միասնական մի տեղ, բայց եթե չկա օրինակ գլխանոցը կապիշոնը, եթե դա չկա, ուրեմն գոնե մի 20 սանտիմետր, մի 15 սանտիմետր նո ամեն դեպքում ցած արեք, որպեսզի կառուցեք օձիքի մասը։ Ես հիմա կգծեմ այսպես եւ թուղթս կբարձրացնեմ վերև։ Իդեպ ասեմ, որ ես հիմա խոսում եմ, գծում եմ, աշխատում եմ այնպես, ինչպես որ կաշխատեի ձեր հետ անձնական այսպես շփումով, երբ որ դուք լինեիք օրինակ իմ արհեստանոցում եւ հիմա դուք իմ դիմացը լինեիք կանգնած, այդպես եմ ուզում որ ստացվի այս տեսանյութը, որովհետեւ ուզում եմ որ դուք իմանաք թե ոնց ենք ընդհանրապես աշխատում սովորելու ժամանակ։ Ուղղակի երբ որ մենք սովորում ենք անհատի հետ, կոնկրետ անհատի ուշադրությունը, հայացքը ես հետևում եմ արդեն պահ կա, որ կարող է այդ բառերի փոխարեն ես մեկ այլ ուրիշ բառերով բացատրեմ, որպեսզի ինֆորմացիան ավելի լավ կլանվի։ Տեսանյութի մեջ միայն մեկ տարբերակ է եւ ես չեմ տեսնում այդ ռեակցիան։ Միակ մինուսը դա է։ Ուրեմն ես գծեցի այդ հորիզոնական գիծը եւ այս հորիզոնական գծի վրա ես պետք է տեղադրեմ արդեն լայնությունները։ Նախքան լայնությունները տեղադրելը պետք է կատարենք հաշվարկները։ Ուրեմն այս կետը, որ ես այստեղ գծեցի ու ղիղանկյուն կառուցեցի, սա A կետն է։
Կետերի նշանակումները մեզ հարկավոր է միայն սովորելու ժամանակ, որպեսզի դուք բոլոր կոնստրուկտիվ հատվածները հիշեք, լավ կլինի փոքր մասշտաբով գծագրեք 10 գծագրից ավել։ Այդ դեպքում բոլոր գործողությունները ուղղակի ավտոմատացվում են եւ հետագայում պետք չի լինի կարդալ տեքստը։ Ուղղակի գնայեք բանաձևերը, օրինակը այսպես գնայեք բանաձևերը եւ կգծագրեք։ Ես գրեմ այնպես ինչպես որ գրում եմ հապավումները, իսկ դուք կարող եք կամ օգտվել դրանից, կամ գրեք ռուսերեն տարբերակը, որտեղ ես ռուսերենը տակն եմ գրելու։ Լայնություն մեջքի այս չափը մեր մոտ դա շիրինա սպինի, շս հապավումն է։ Լայնություն մեջքը դա մեր առաջի հատվածն է, որ մենք կառուցում ենք, դրան գումարում ենք, եթե հիշեք, մենք հավելում տվեցինք այստեղ 1.5 նույնն է։ Ուրեմն ըստ մեր չափի գտնում ենք շս չափը 19 է, ուրեմն 19-ի գումարած 1.5։ Ստացանք 20.5։ Մտածում ենք, արդյոք հնարավոր է մեր մոտ դա լինի 20.5, ուզում եք չափեք մի հատ ձեր վրա։ Ես արդեն գիտեմ, որ իմ վերարկուի համար դա կլինի նորմալ։ Դրա համար ես այդ 20.5-ը պետք չի կլորացնել, դարձնել 21, որտեղ այդ 5 մմ-ը այստեղ 5, այնտեղ 5, այնտեղ 5, եթե սիրում որ կլորացնեք, վերջում եք կստանաք մեծ գծագիր, դուք ասեք լավ մեթոդ չէր, մեծ էր ստացվում, ոնց անում էի չէր ստացվում, արի գնամ էլի սովորեմ, ոնց որ հաճախ լինում է, դրա համար ոնց ստանում եք, առանց եթե մենք արդեն կլորացրել ենք, այդպես էլ տեղադրեք, առանց ավելորդ ավելացումների, եթե չի պահանջվում։ Դա ըստ մեր բանաձևի մեծատար A եւ A հատվածն էր ուղղակի։ Գրում եմ այստեղ A։ Մեջքի կիսամասից հետո մենք կառուցում ենք թևատակի լայնությունը։ Թևատակի լայնության համար մենք կարող ենք չափել թևի անկյունից անկյուն, թևատակն են չափում միայն, դա մեր, ես գրում եմ լայնություն պրոյմայի, ես այդպես եմ գրում հապավումը, ինձ այդպես եմ սովորեցրել, ձեզ նույնպես փոխանցում եմ, ահա այսպես եմ ես գրում, բայց սա շիրինա պրոյմի, թևատակի լայնությունը։ Թևատակի լայնությունը մենք կարող ենք չափել թևատակի անկյունից անկյուն, բայց կարող ենք նաև գտնել հաշվարկով։ Օրինակ, իմ կսկի շրջագիծը, շրջագծի կեսը, այսպես ասեմ, շիրինա գրուդի տրից է այտենց 50 է, 50-ը բաժանում ենք 4-ի, ես ստանում այստեղ 12.5, այս ամբողջ 5-ը կարող եք հանել, կամ կարող եք 1 հանել, ամեն դեպքում 12 է։ Այս 12-ին ես գումարում եմ, եթե կհիշեք, ապա մեր այս ավելացումը, որ կար 6, ուղիղ կեսը մենք տալիս ենք այստեղ։ Հավասար է 15, մտածում ենք, կարող է արդյոք լինել իմ չափերին համապատասխանի 15, թե լայն կլինի, ոնց կլինի, ես 50 ռազմերն եմ, ինչպես կլինի, լավ կլինի ուրեմն, որտև քիչ չի, չարաշահել նույնպես պետք չի ասել, ես լայն բացված թև եմ սիրում եւ այլը, ես պետք է մեծ տեղադրեմ, որովհետեւ ես այդպես եմ սիրում, այդ դեպքում կստանաք չնստող թև եւ էլի նորից կլինի այն պահը, որ գնաք ուրիշի մոտ էլի նորից սովորեք, որովհետեւ այդպես էլ չգտաք ձեզ հարմար մեթոդ։ Սա մեր մոտ այստեղ գրեմ A2 հատվածն է եւ նշում ենք A2-ը։ Մնաց մեր մոտ կառուցենք արջևի լայնությունը։ Ես հապավումը գրում եմ լայնություն արջևի, այսպես եմ գրում, չմեկնաբանեմ, ուղղակի այդպես։ Իսկ այստեղ լայնություն արջևի, ուրեմն այսինքն զուտ չենք տեղադրել լայնություն արջևի չափը։ Ես գրում եմ լայնություն արջևի չափը իրականում լինում է երկու տեսակի, մեկը կրծքագեղձերի վրայով, դա մեկն է, եւ լայնություն արջևի չափը լինում է նաեւ երկուսի, որը կարող է լինել կրծքի լայնություն։ Այն մեթոդը, որ ես սովորել եմ, ուղղակի չկա այդ չափը, կամ միայն լայնություն արջևի չափը եւ մնացած բոլոր շրջագծերը։ Դրա համար այս երկրորդ չափը ես գրում եմ միայն ռուսերեն հապավումը, դա շիրինա գրուդի վտարայա։ Սա էլ տարբեր մեթոդներում կարող է չլինել վտարայա, կարող է լինել 1, այսինքն շիրինա գրուդի 1, ուրիշ մեթոդներում նույն չափն է, ուղղակի իրանց մոտ շիրինա գրուդի է եւ շիրինա գրուդի 1, բայց այստեղ կա շիրինա գրուդի չափը 1 եւ 2։ Երկուսը նշանակում է, որ վերցրել են կրծքագեղձերի, այսպես սիստեմ կնենք, պետք է նկարեմ, դա թևատակն է, եթե ուսեր էլի անեմ, պետք է մի հատ նկարեմ, որ պատկերացնեք։ Շիրինա գրուդի первая վերցնում են այս չափից այստեղ, սա շգ 1-ն է, իսկ երկրորդը վերցնում են կրծքագեղձի կետերի վրայով, ասես ոնց որ պտտվում է, որտեղ այստեղ գունդ է, պտտվում է հակառակով եւ թևատակից այսպես աչքով
ճառագայթով այդպես իջեցնում եք մոտավորապես եւ լայնությունը վերջում ասում կողք։ Դրա համար այս լայնությունը ավելի մեծ է։ Չգիտեմ ինչ եմ չարչարում, երբ որ գրքի մեջ կա սա առաջինն է, սա էլ երկրորդն է։ Երկրորդը ուղղակի վերցնում ենք գրքի կենտրոնների վրայով եւ պատտվում այսպես աչքաչափով թևատակից իջեցնում ենք ճառագայթ, որ այդ հատվածում այդ մակարդակից պետք է վերջանա։ Սա երկրորդն, այս չափ ավելի մեծ է։ Սա ենք տեղադրում։ Քանի որ իմ գիրքը անդադ խմբագրվում է, այստեղ ես դա արդեն խմբագրել եմ, ոչ բոլորի մոտ է դա լինելու, դրա համար նայեք, եթե գնել եք ամենաառաջի տված տարբերակներից, այստեղ ես գրել եմ Շիրինա Գրուդիի եւ չէի գրել թե որը։ Հայերեն գրել եմ կրկի լայնություն 2, բայց հապավումը գրել էի ուրիշ ձև, փոփոխել եմ այստեղ իհարկե, բայց հաշվի առեք, որ սա Շիրինա Գրուդիի տարա է, հայերենը գոնե կկարդաք ուշադրություն կդարձնեք դրան։ Խմբագրված է։ Եվ վերջապես գրեմ ուժը չափը, սա շատ կարևոր է, որտեղ ցանցը որ սխալ է տեղադրվում, մնացած ցախ սխալները հետո իրար հետևից գնում են, ամենասկիզբը կարևոր է, համար երկար։ Ուրեմն այս չափին գումարում ենք, եթե կհիշեք, այնտեղ ստացվել էր 1.8, որովհետև 0.3 անգամ 6 էր մեր մոտ, չեմ կլորացնում, եւ հիմա այս չափը իմ մոտ 22-23, իրականում 23 եմ տեղադրում, որտեղ 22 չէր իմ մոտ, մի քիչ մեծ էր, 23 էր, որ 23 գումարած 1.8, 24.8։ Հիմա նայեք, իմ մոտ քանի որ տատանվում էր 22-23 եւ ես չէի կողմնորոշում, այս չափը ես կկլորացնեմ եւ ընդհակառակը կդարձնեմ 24.5, որովհետեւ ես գիտեմ, որ տատանվում էի։ Վերլուծում ենք ցանկացած չափ եւ մտածում ենք, արդյոք հնարավոր է սա մեր համար որպես առաջամասի հաշվի առնելով ռազմերը եւ այլն։ Իմ դեպքում դա հնարավոր է, այսինքն ես գիտեմ, որ մեծ չի ստացվի, լայն չի ստացվի վերարկում։ Բայց եթե դուք 42 չափն եք, գիտեմ, S եք, M եք ու ձեր մոտ ստացվում է սա, մտածեք այդ մասին, որովհետեւ ինչ-որ մի բան այն չի։ Որտեղ չի կարող ունենալ օրինակ կրթի շրջագից փոքր լինի, բայց ունենալ այսպեսի չափ, արդեն ոնց որ ուրիշ ռազմեր է ստացվում։ Այս ամեն ինչը, որ ես հենց շատախոսում եմ, ես շատախոսում եմ իրականում բոլորի համար, որտեղ ես հաշվի եմ առնում իմ ուսանողների կողմից ուղարկված եւ իրենց սխալները, որոնք հանդիպում են։ Իդեպ ասեմ, իմ ուսանողները միշտ չի որ սկսնակ են լինում, իրանք արդեն տիրապետում են այս կամ այն մեթոդին, բայց ինչ որ մի բան չի ստացվում, որ իրանք նորից շարունակում են մեթոդներ ուսումնասիրել եւ իրանք սխալները այսպես ոչ բոլոր հատվածների վերլուծությունից է գալիս։ Դրա համար ես շատախոսում եմ կներեք, բայց պետք է այսպես մանրանամ։ Այս հատվածը A2 եւ A1 հատվածներ։ Տեղադրում եմ այս 24.5-ը եւ կնշեմ A1 կետը։ Ահա սա է կետը, այս անգամ հազիվ տեղավորվել եմ այս միլիմետրովկայի վրա, որ պատկերացնեք նեղեր։ Կամ ես էի լայնացել։ Այսպեսով բազային հիմքի գծագրի լայնությունը հավասար է մեջքի, թևատակի, կրծքի լայնությանը։ Կարող ենք միանգամից գրել 19 գումարած թևատակինը 12 գումարած կրծքի լայնությունը, իմ դեպքում կարող եմ գրել 23, կլորացնեմ քիչ կողմը եւ այսքանին գումարում ենք ընդհանուր մեր ավելացումը 6 սանտիմետր օրինակի համար եւ արդեն գրում ենք արժեքը, որքան ստացանք։ Դա է պարագայում, երբ որ ոչինչ չենք կլորացրել, ոչ մի հավելում, այլ ուղղակի։ Բայց այդ դեպքում, երբ որ մենք այսպես միանգամից բաժանենք, դուք միևնույն է դժվարանալու եք առանձին կառուցել հատվածները։ Եվ այդ դեպքում շատ ուսանողներ ուղղակի չգիտեն որ մասին որքան տան ավելացում։ Ես այս մասը այդքան մանրակրկիտ նկարեցի, որտեղ հիմնականում ավելացումները տալիս ենք այս էտապում եւ հետո էլ չենք տալիս այդքան տենց ուրվապատկերին ավելացում, հիմնականում այստեղ ենք տալիս։ Եվ սխալները հենց այս էտապից է գալիս։ Քանի որ ես մանրակրկիտ խոսել եմ, հիմա ցույց տամ եւս մի տարբերակ, երբ որ չեն հաշվում այդքան ընդհանուր լայնությունը գտնում են կրծքի կիսաշրջագից 2-ը, դա երբ որ վերևից թեակների մասով են վերցնում, հետո գալիս է թևատակում թեք, այնուհետև գալիս է կրծքի կենտրոններով եւ շրջագիծը փակվում է։ Այդ չափը գումարած մեր այս ավելացումը մոտավորապես իրանք պետք է նույն թիվը ստանան, մոտ թիվ, կարող է այնտեղ պլյուս մինուս 1-2 սանտիմետր լինի, բայց իրա շատ մոտ թվեր են ստացվում։ Իմ պարագայում այստեղ 54 էր եւ 54-ին գումարում եմ 6 60։ Այստեղ էլ ես գծագրի վրա քանի որ որոշակի տեղեր կլորացումներ ունեմ, ստացել եմ 61։ Ну, որովհետեւ իմացաք ընթացքում։ Բայց եթե այդ կլորացումները չլիներ, այստեղ նույնպես ստանում եմ այդ նույն 60-ը։ Սա իմ համար լրիվ նոր չափ է, որովհետև նոր եմ 50 ռազմը։ Սա իմ առաջին գծագիրն է, որտեղ ես 50 ռազմել եմ, որտեղ մինչև հիմա 48 էի նախագծում։ Չեմ ուզում այս տեսանյութը ծանրաբեռնել, որտեղ ուզում եմ առանձին հետո ցույց տամ, դա ավելի արագ ստացի, ուղղակի այս հրա վրա կենտրոնացա այսքան շատ, միայն նրա համար, որ ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես հավելումները բաժանել մեր այս լայնության վրա եւ ստանալ այս լայնությունը, որը որ հետագայում շատ կարևոր դեր է կատարելու մեր բոլոր մասերի համար, դետալների համար։ Միայն ասեմ, որ այս A1 կետից ուղիղ ուղղահայաց ենք իջեցնում ներքև, սա ասեմ, որպեսզի մյուս մասի գծագրման ժամանակ սրա մասին չխոսեմ։
Եվ այս A2 A կետերից նույնպես իջեցնում ենք ուղիղ գծեր, բայց ամբողջությամբ չիջեցնեք, որտեղ սա ընդհանրապես թևի փորվածքի համար է լինելու։ Ես մոտավորապես այսպես իջեցնում եմ, ну կարող եք նույնիսկ մոտ 25 սանտիմետր իջեցնել։ Այդքան մոտավորապես։ Հաջորդ տեսանյութում արդեն ցույց կտամ, եթե ես իհարկե կուզենամ էլի տենց մանրամասը բացատրելով, որտեղ ամենակարևոր բանը որ հասկանաք, որ հատվածի մեջ ինչ չափ է տեղադրվում։